Ինչպես եղբայրներս ասացին բարևների համար, անգամ եմ ասում նորից եւս անգամ ջերմ բարևներ Հայաստանից, խորհրդի ավակ եղբայրների կողմից եւ բոլոր քույր եղբայրների կողմից։ Ջերմ սիրո բարևներ եմ փոխանցում։ Ես մի դեպք եմ ուզում վկայեմ ու նոր իմ խոսքս ուղղեմ։ Եղբայրն ասում է գիտեք ինչ, դեսօր հույր կա մեր մոտը։ Եվ հանձնման սրագավակ եղբորը նա դուք սկսես պաշտամունքը մինչև ես գնամ եղբորն դիմավորեմ այրոպորտում ու գանք դուք սկսես պաշտամունքը։ Դիմավորում է եղբորը ու գալիս են եկեղեցի ժողովուրդը հավաքվածը։ Ասում են եղբայրն ասում է սկսել եք պաշտամունք, ասում է չէ, նա բախի չեք սկսում։ Նա եղբորն ենք սպասում, ձեզ ենք սպասում։ Ես ձեզ չասած որ սկսեք պաշտամունքը։ Եվ սկսում եմ պաշտամունքը աղոթի ժամանակ, ես հույր եղբայրն մա Աստծո անոթ Սուրբ Հոգու անոթ։ Աղոթի ժամանակ եղբայրը լցում է Սուրբ Հոգով ու հեկեղելով լացում է։ Եղբայրը տեսնում է տեսիլք աղոթի ժամանակ, նա տեսա Հիսուսին շուռ եկած անկյունում ու արտասվում էր։ Ասի Տեր, ինչ ես արտասվում։ Նա շուռ եկավ ինձ ասեց, թե ժողովուրդը ինձի չեն սպասում, քեզ են սպասում։ Նա եկեղալով նորից սկսեց արտասվել Հիսուսը։ Ու եղբայրն աղոթում ասում է, Տեր, ների ինձ ներ ժողովուրդը, որ հեղինակը դու ես, բայց մենք քեզի չենք նայում։ Ու եղբայրն աղոթի վերջացնում, մեր եկեք քույրեր եղբայրներ, որտեղ մենք ենք կարող, հաբա նա որ այստեղ է։ Ինչպես երկրկվեց, ինձ նայեք։ Եվ ես ասում եմ, ո բոլոր եկեղեցիներ, ինձ նայեք, որ փրկվեք։ Սատանան երբևիցե եկեղեցու մեջ կամ առհասարակ մեր մեջ մարդ հեղինակություն է բարձրացնում եւ ընկնելով Հիսուս հեղինակությունը։ Նա գողանա մեր հավատքը ուղի դեպի մարդու վրա, մարդու աչքը բևեռվի մարդու վրա, լինի սպասելիք մարդուց ու ոչ թե Հիսուսից։ Ձեր աչքը կտրեք մարդկանցից, նայենք Հիսուսին, նա այստեղ է, նա այստեղ է, նա մեր փրկության առաջնորդին։ Եվ ուզեմ կարդալ Տիրոջ խոսքից, որպես մեր հավատքը կառուցվի Քրիստոսի փրկagorցության վրա։ Մենք հաստատվենք Քրիստոս անձի վրա, որ ինչպես է սատանան չի գա, ինչպես է պատասխանի չի կանգնի, քեզ կանա Քրիստոսի վրայից հանգարց շեղի։ Քո աշկետ հանգարց Հիսուս վեմից մի կապլի աչ կամ ձախ չխլվի։ Նայի Հիսուսի փրկagorցությանը։ Մենք Քրիստոսի այրան փրկagorցությունն ենք, իր խաչի տառապանքի արցունքն ենք հարազատներ։ Մեկի աշխատանքը չկա մեր վրա, հապա իր վերքերով ձեռքերի աշխատանքն է, իր այրան գինն ենք, քույրեր եղբայրներ, հավատ Քրիստոսի տառապանքի նրա այրան զորության վրա։ Ոչ մի եղբայր չկա զորավոր, հապա նա է զորավորը, նա է փառավորյալը, նա մեռավ բոլոր աշխարհի փրկagorցության համար, նա մեռավ, որպես մեզ ծախու առնի։ Ես կուզեմ կարդալ այս մասին, որպես մեր աչքերը նայի Հիսուսին, ինչ արել է քեզ համար Քրիստոս, որ կանաս հույսը դնես իր վրա,
որ քո տգայ ժամանակ ինչպես եղբան ասաց, որ քո հավատը լինի Քրիստոսի վրա, նա այրան վրա, խոսքի զորության վրա, որ Քրիստոսի խաչը քո կյանքում, այո, գործը շնորհակի առաջ։ Գրված այսպես Եսայա 53 գլուխ առաջի խոստեմ կարդում. Ով հավատաց մեր տված լուրին, ու Տիրոջ բազուկը, որու հայտնվեցավ, ով հավատաց մեր տված լուրին, այս շկամ եղբայրները խոսում են, այդ բարի լուրի մասին է խոսվում, ով հավատաց մեր տված լուրին, ու Տիրոջ բազուկը, որու հայտնվավ, մենք այդ բազման հայտնության վկաներն ենք, ու այդ բազուկը մեզի հայտնվել է, այդ խոցված վերքերոտ բազուկը մեզի հայտնվել է, քույրեր եղբայրներ, որ շնորհակում ենք երրորդ խոսքը, անիկա մարդոց մանակվեցավ, ու երեսը ձգվեցավ, վշտերի ու ցավերի տեղյակ եղավ, և անկեր երես դաշտը մարդու պես եղավ, անակվեցավ ու զանիկա չարգեցինք, 5-րդ խոսքը, բայց նա մեր մեղքերի համար վիրավորվեցավ, և մեր անօրենությունների համար ծեծվեցավ, մեր խաղաղության պատիժը նրա վրա եղավ, և նա վերքերով մենք բժշկվեցանք, 7-րդ խոսքը, անիկա անարություն կրեց ու չաչարվեցավ, բայց իր բանը չբացավ, մորթվտավով ոչխարի պես ու իր խուզուներ առջև մունչ կեցող մայքի պես, այնպես իր բանը չբացավ, 10-րդ խոսքը, բայց այն հաճեցավ զանիկա ծեծերով ցավերի մատնե, անոր անձը մեղքի համար զոհ անե, հայրը հաճեցավ, որ որդին այդ կամ որդին նսեմանար, այդ կամ որդին ցազրանար, աշխարհի փրկagorցությունները կատարում Աստծո գառը, քո փրկության հարցն լուծում Գողգոթայի գառը, այն սուրբ էակը, այն մեծ Աստված, այն արարիչը հակամարմին, մարդացավ, ցածրացավ, նսեմացավ և ամենքից մեղքը, աշխարհի մեղքը առավ իր վրա և մատնվավ անարգ խաչի մավանը, մեռավ որպես մեղավոր մեր փոխարեն, նա մեր փրկագինը վճարել է, քույրեր եղբայրներ, նա աշխարհի փրկագինը վճարել է, ցնծա ով աշխարհ, ուրախացի ով հոգի, որ կամար փրկության գինը վճարվե, ու դա այդ փրկագինն ես այսօր հավաքված նրա աշկերի առաջ, ու նա այսօր իր փրկագնին, որ եկեղեցին է, որպես մեր հայացքը լինի միայն իրա վրա, և ինքը փառավորվի մեր մեջ, ինքը երևա մեր մեջ, ինքը շարժի մեր հոգու աշխարհն իր հոգու զորությամբ, մենես լինի բժշկություն Հիսուսի խաչի փառավոր զորությամբ, ալելույա, որ սատանան տեղ չգտնի, նա չկանա հաղթի մեզ, քույրեր եղբայրներ, և կուզեմ կանգ առնել Հիսուսի այրան մասին, քույրեր եղբայրներ, ով ենք այսօր մենք, ով ես դու, սատանան կա շատ մեր առաջ հարցեր, դու տգար ես, դու այն ես, դու այն ես, դու այստեղ պարտվեցիր, դու այնտեղ պարտվեցիր, որպեսզի գողանա քո իմ հավատքը Հիսուսի վրա ունենած, որ թալանի, ինչպես ասում է Հովհաննես 10:10, գողը չի գա միայն թե գողանալու, թալանելու, սպանելու, բայց ես եկա, որ դու կյանք ունենաք, էլ ավելի կյանք, ալելույա, ալելույա, հավատք Հիսուսի խաչի վրա,
նրա վերքերի վրա, նա այրան զորության վրա, որ նա քո փրկագինը իր մահով Յականգ դնելով վճարելա եւ կամա գինա վճարե որ իր այրուննա Հիսուսի իմ քո փրկագինը մի եղբայր չի հասկանում թե ինչ բան է շնորհքը Քրիստոսի այրան զորությունը ինչ բան է փրկագինը ինչ բան է ասма գգաս ինձ այդ առողջան շուկա գնանք մը կգամ քալիս առողջան շուկա Մոմդն մի վաճառողի, որ մի գեղեցիկ թուրքն է բանագո վաճառում Նա ինչ արժի ախպերեց քո թուրքն է բանագով մա $50 մա կլնի մի քիչ պակասելի չի ասում իմ գինը սա է ուզես առ ուզես մի առ $50 ու վաճառում է այդ գինը $50 ու շուռ է գալիս միջ այն կողմ ու բանակի դուրը բացում ասնա թրջում դու ստեղծված ես երկինքի համար որտե այս վանդակի համար այս վաճառը ասում է կայնի ես ինչ արեցիր ես ինչ ես անում ինչ ես բարգանում ես գինը վճարել եմ արդեն այն արդեն իմ իրավունքի տակ է Քրիստոս կամար գինա վճարե դու Հիսուսի այրան գինն ես Իսկ այնիշ Քրիստոս իր հայրենով գնելա, նա այլևս չի կարող վերավաճառվի։ Կարող մարդը պակասի, տգրանա, սատակի, բայց չի կարող վերավաճառվի։ Հիսուսի անամնաթանք գիննա քո համար։ Ալտես դու ով ես իր համար, տես, ալտես դու ով ես։ Որտե դու ես շատ թանք, հապա նա այրնա քեզ այդպես շատ թանք կատարե, թանք հայտարարե, թանք ես դու Հիսուսի այրունը քո վրա է։ Գրված է այդպես Առաջի Պետրոս, Առաջի Կորինթացիս 6:19-20 Չէ գիտեր, որ ձեր մամնե տաճար են Սուրբ Հոգի, որ ձեր մեջ, որ Աստծմե ունիք, ու դուք ձեանտերը չեք, քանզի գնով ծաղկարնվեցաք, ուստի փառավորեցեք Աստված ձեր մամիներում ու ձեր հոգիների մեջ, որոնք Աստծուն են։ Ալելույա։ Դու Աստծուն ես։ Տգար ես, բայց Աստծուն ես։ Թուլացել ես, բայց Աստծուն ես։ Որոշ հարցում սատակել ես, բայց դու Աստծուն ես։ Դու չես վերավաճառվե, քո գինը անգինա։ Սատանան շատ անգամ այս հավատն ուզում գողանա հավատացյալից, որ դարձնի, այո դարձնի ստրուկ, դարձնի ջախջախված, դարձնի պարտված, բայց որ մարդու հավատքը Հիսուսի վրա է, նա այրան վրա է, Գողոթայի վրա է, նա չի կարող պարտվի։ Դու ունես փրկագին, դու ունես ապացույց, Գողոթան քո ապացույցն է։ Գողոթան քո փրկության ապացույցն է, քո երաշխիքն է։ Նայի Հիսուսին։ Ես հիշում եմ իմ կյանքից, այդպեսի գար շրջան ապրա, ետասարդ էի, այդպեսի ներքին պատերազմի մեջ, եւ էլ եմ պատմել, չգիտեմ, բայց ոչինչ, եթե պատմել եմ։ Այդպես ես թափել ինքս ինձանից, ես ինչ հավատացյալ եմ, պարտություն, լավ է գնամ աշխարհ, այսօր շատ ետասարդներ կան, ես հիմա հավատում եմ կան այդպեսի ջախջախված սրտեր, ու որոշեցի հեռանամ Հիսուսից, որ ինքն ավատ, ապա ես եմ վատ, չեկամ տեղը գտնեի, ու բարձացա վերև մեր երկրորդ հարգ, դուրը փակեցի, այդպես ողբով հրաժարվում եմ Հիսուսից, ների ինձ, որ հեռանում եմ քեզանից, դու այնքան սուրբ ես, դու այնքան բարի ես, որ ես արժանի չեմ, Տեր, ես ինչ հավատացյալ եմ, այնպես մտք են եկել ինձ սատանան, այնպես է բերել, որ դու փրկված չես, նայի քո վիճակիդ, նայի քո մեղքերիդ, նայի քո եւ այլ պարտություններիդ, ու արտասում եմ, այդպես լացում եմ,
ներինց ու որոշնում գնամ աշխարհ նա մեղքը գործեմ սպեցիալնի ու գնամ ուղիղ դրող ես դրող եմ արժանի այդպես սատանան ինձ համոզել էր որ կամար փրկությունը փակվել արդեն ինչ անմեջ չես անում դա ձևականը կամար փրկությունը փակվել է ու այդպես հայրերն եմ ասում արդեն վերջի հայրերս է այդպես լացելով սմների ինձի որ հեռանում եմ քեզանից ու հայրերն եմ ասում հայրերի վերջի բառերն է հասա ու մի անու զայն հասավ ագանջիս ասեց որդիս որ ասեց որդիս ինձ իմ նեսս փոխվավ իմ նեսս ես ինձ Հիսուսի որդի տեսա իրան ինձ հայր տեսա ասեց որդիս ես քեզ սիրում եմ այնպեսի բան որ ես չէի սպասի այնպեսի զգացմունք հոգուս մեջ որ ինքն ինձ շատ է սիրում այսպես եկի եկարեց ինձ տեսա Հիսուսի խոսված վերքերը ասեց այս վերքերս քո համար են այդ վերքերը թարմ են այդ վերքերը արնոտ են այդ վերքերը իմ այլ կայստեղ ով հոգի ով քույր եղբայր ով ջախջախված ով պարտված նայի Հիսուսին մի նայի քեզ մի նայի ոչ մի եղբայր ոչ մի քույրիկի նայի քո փրկության առաջնորդին նայի քո փրկագործին նայի վերջերին նայի իրան պարտված ես իրանն ես որտես կոտրվե բայց դու իրանն ես Սատանան շատ անգամ էզում է որպեսի մեր աշկերն Հիսուսից կտրենք ուղենք աշխարհի ցանկություններին եւ այլերին կամ ուղենք մեր անկարողություններին մի նայի քեզ ոչ աչ ոչ ձախ նայի նրան ով քեզ կանչել է ով քո մեջ բայր գործը սկսել է նա պիտի ավարտի հասնի հալտես ով է քո մեջ բնակված Աստծո հոգին իմ կյանքը այդ ժամանակից փոխվեց իմ հավատքս փոխվավ շատ հարցեր են կամ եմ պարտվել բայց այդ օրվանից իմ նեսս փոխվավ ասիմ փրկիչս ինձ չի թողել գուրեր եղբայրներ այո մենք իր այրանգինն ենք Այդ խոսքը ընդունի, որ դու գնով սախո ես առնվե, դու կանտերը չես, հապա Հիսուսի այրանգինն ես, ընդունի այդ խոսքը, թող մեր բժշկություն կատարվի, հավատքի բժշկություն, Սուրբ Հոգու զորությամբ, դու Հիսուսի այրանգինն ես, տկար ես իր այրանգինն ես, որտեղ ես ասե, դու իր այրանգինն ես, նա պիտի քեզ ինձ եկեք են բավականանի, նա է բավականանողը, մարդու գործերը չեն, մարդու սակազները չի, մարդու կեղծ ինքնարտանություն չի, հապա Քրիստոսի կատարածն է քեզ եկենք բավականանողը, նա է։ Եվ գրված է այսպես, կուզեմ ինձ կարդալ։ Պետրոս առաքյալ, առաջի Պետրոս առաջի գլուխ 18-19 խոսքերը 18-19 խոսքերը գիտնալով որ դուք որտեղ ապականացու արծաթով կամ ոսկիով փրկվեցաք ձեր հայրերեն ավանդած ունայն ճանապարհներեն հապա Քրիստոսի պատվական այրնովը որովհետև ամբից ու անարատ գարիմը հալելույա ակո փրկությունդ մենք փրկություն մի կողմ ենք հրում մենք ինչ-որ փրկություն սարքենք մենք փրկություն մի կողմ ենք ուզում բոթել չտեսնել ու մենք ինչ-որ փրկություն սարքել այս արա 50-ական կլնես այն արա 60-ական չգիտեմ ինչա կանես չգիտեմ ինչա կանես մենք ինձ ասեց ինչա կանես եղբայր ջան եւ այ վգա ես ասի չէ
Չգիտեմ, եւ այլ ասի չէ, ասի դիտնան ասի չէ, բայց ինչա կանես, չգիտեմ, ասի ինչա կանեմ, ասի ես հավատում եմ ավետարանի Հիսուսին։ Ես հավատում եմ այն խաչվածին, որ գրված է Սուրբ գրքի մեջ։ Ես ավետարանին եմ հավատում, ավետարանի հավատացյալ եմ։ Ես Հիսուսին եմ նայում։ Քույր եղբայր, դու այս երեկո Սուրբ Հոգին այցելի քեզ։ Դու այս երեկո այն խոսված դրքը նպվեն քեզ։ Կյանքդ փոխողը ներկա է։ Կյանքդ վերհանողը ներկա է։ Քո փրկիչը ողջ է, փառավորի անունը։ Երկրպագի հոգուտ աշխարհի մեջ քո փրկիչը ողջ է։ Քույր եղբայր ջան, այո հավատք Հիսուսի վրա, նա կատացի վրա։ Ես հիշում եմ, Վազգեն եղբորն նոր իր հավաքույթ է անցկացնում, կանչեցի Վազգեն եղբորն, ասի, արի այսօր դու խոստացուն վերցրու, ես հավաքույթն անցկացնեմ Վազգեն եղբոր, ասաց կգամ եղբայր ջան։ Ու այդ զալը, որ կապակվել է ժողովուրդը, նույն սենակը դուրը բացեց եղբայրներս, մտավոր Շուշայով էր, երևում է այն կողմով գնաց, ով եկավ։ Մի քույր գնաց, խոստանցն արեց եղբոր, ես տեսնում եմ, որ այդ քույրիկը ներս մտավ։ Մեկ էլ Տերը բացեց իմ հոգուս աշկը տեսա, ինչ տեսա։ Երբ քույրիկը խոստանում էր եղբորը, ես տեսա Հիսուսին հայտնվավ երկուսի մեջտեղում։ Երբ քույրիկը խոստանում էր, Տերեսպես ձեռքերը վերցնում, բարեխոսում էր քույրիկի համար։ Երբ եղբայրն լսեց, ավարտեց, ու պիտի աղոտ կանի, որ Տերների այդ ձեռքերը շրջվեցին այդ քույրիկի վրա, այդ վերքերից այրներ թափում այդ քույրիկի վրա, որ նա դուրս եկավ, նա դեմքը փայլում էր, ես կոչեց ասի, շուտ արեք լացեք Հիսուսը այնտեղ է։ Հիսուսի այրունը ամեն մեղք կանոնների, Հիսուսի այրունը ամեն հոգու աշխարհը լուսավորում, Հիսուսի այրունը զորավոր է։ Մի մտքով խժիպնանգի ձեռքը, մի գնա ձեռքը, մեղքը մեղքից մի տարբերի, շատ ու փոքր, մեծ ու փոքր մի սարքի, հապա նայի Հիսուսի այրունին։ Գրված է այսպես, առաջի Հովհաննես, թուղթ Հովհաննես, առաջի գլուխ 8:9 եւ 7 խոսքը, 8:9 եւ 7։ Եթե ասենք, թե մենք մեղքը չունենք, ինքը զիգնից խապենք ու մեր ճշմարտություն չկա։ Եթե խոստովանվենք մեղքերնից հավատարիմ ու արտար անիկա մեր մեղքերն թողություն տալու եւ մեզ բոլոր անավոտությունները սրբելու։ 7 խոսքը։ Ապա լույսի մեջ քայլենք, ինչպես անիկա լույսի մեջ է։ Լույսը դա, եթե դու իր խոսքի մեջ ես քայլում, դու իր խոսքին ընդունում ես, հավատում ես, լուսավորվում ես, դու լույսի մեջ ես քայլում, ինչպես նա լույսի մեջ է, դու են ճանաչում ես, այ լույսին դու ճանաչում ես, երբ անավ ասես, դուք աշխարհի լույսն եք, դու լույսի մեջ ես, դու լույսի մեջ քայլեք, ինչպես անիկա լույսի մեջ է, իրար հետ հաղորդություն կունենաք, ու անոր որդու Հիսուս Քրիստոսի այրունը ձեզ ամեն մեղքը կսրբե։ Հիսուսի այրունը, Հիսուսի այրունը ամեն մեղքից սրբողն է։ Հիսուսի այրունը քեզ արտացնողն է։ Հիսուսի այրունը քեզ ազատող ու մաքրողն է։ Հիսուսի այրունն է։ Երկրված այսպես երկրորդ գլուխ առաջ երկրորդ խոսքերը նույն Հովհաննեսի։ Իմ որդեաններս այլ բաներ կգրեմ ձեզ որպես մեղք չգործեք, եւ եթե մեկը մեղք գործում լինի, մարտենք, հորեկով բարեխոս ունենք Հիսուս Քրիստոս արտարը, եւ անիկա է մեր խաղաղությունը, անիկա մեր քավությունը, եւ որտեղ մեր ներուն հապա ամբողջ աշխարհիալ անիկա է քո քավությունը, անիկա է։ Հիսուսի ոգին ներկա է այսօր այս երեկո այստեղ, որովհետեւ ամենքի սփվի, մեր հավատը բժշկվի, մեր հավատը կենթանանա,
Դու հմվես Հիսուսին, հենվես իրան, խաչին նայես, այն արան զորության նայես, այն վերքերին նայես, մի նայի քեզ, հապա Հիսուսին նայի, մի հանձնի քո վիճակին, հապա Տիրոջը հանձնվի, նա խոսքերին հանձնվի, նա խոստումներին հանձնվի, նա խաչին հանձնվի, վերքերին հանձնվի։ Գիշեր էր ուշ եղբայրով գալիս են եղբայրականից, մեր մոտ այդպեսի սադախլու կոչված շուկա։ Ու հանգած եղբայրս մեկը տեսավ իր հարևանին, որ այդ կես գիշերին ուշ բրծավ եղբայրականը ժամը 12 էր, մենք ոտքով գալիս ենք տուն, ու տեսավ հարևանին, ասեց, այ քուր ինչ ես այս ուշ ժամին դրսում, ասեց, որդուս տառապանքը չեմ կարողանում տեսնեմ, ասեց հիվանդ է տղաս, ասին կարան գնանք տղայի մոտ, ասեց, բայց ես չեմ գա, դուք բարձրացեք, ասեց, որ բայց ես որ հարկը բարձրացանք, 33 տական էր տղան, ես գիտեի, թե սև մայկա էր հակե, այդքան սև էր մարմինը, այնքան նիհար էր, որ այս ոսկորները երևում էին, որ մոտիկացանք։ Ասի բար երեկո աղբերս, չի կանում խոսի, այնքան նիհար է, որ մարմնի մեջի ջուրը ցամաքել էր, ու չէ ճանաչում ես, ասի մեզ Հիսուսն է քո մոտ ուղարկե, ասեց Հիսուս, ասի հա, էպես շնչակդուր, մենակ այս կրսկավանդանն էր շնչում, ասեց ինքն ինչ է ինձ ձեզ գրգե, ասի եկել եմ ասեմ, որ նա քեզ սիրում է, ասեց ինձ, ասի քեզ սիրում է, ասեց գիտես ես ով է, ասեց ես բերդ նստած, ահավոր մարդ եմ, ինձ ինքը ոնց կա սիրի, աս հենց քո համար Հիսուս խաչում է, ու հեգեկում էր, արտասում չկար աչքերից, ցամաքել էր մարմնի մեջի ջուրը, հեգեկում էր, էլի խոսեցի, այս խոսքը խոսեցի, ասի գրված այսպես, որ քո բոլոր մեղքերդ Հիսուսի անուկարանների, ու հեգեկում արտասում չկա, այլպես հեգեկում է, ու ասեց գիտես, մեծ մեղքել եմ գործը, չգիտեմ էդի կներվի, ասեցի ինչ աղբերս, վերջ էր, տալը մեղք ասեց, ասի Հիսուսը զորավոր է, ամեն մեղքի տեսակներից, ասնանը զորավոր է, ամեն մեղքը թողելու, նա մեղավորի բարեկամն է, թիվս քո բարեկամն է, որ աղոտ կարեցինք, այսպես վերջիկատը ճիշտ էր, ուժն էր, այսպես բասականչեց, իմ պրիքիչ շնագալ եմ քեզանից, որ վերջացրեցինք, ասես մի ծանություն վերելավ ինձանից, նեսս խաղաղությունն է չի ասպա, եղբաներ, էլ ես մայից չեմ վախենում, Հիսուս իմ պրիքիչն է, իմ ուրախությունն է, և երկորից հետո հոգին ավանդեց, Հիսուսի այրունը զորավոր է, Հիսուսի խաչը կենթանի է, քո բարեխոսը ներկա է, քո բրգագործը ներկա է, դու նայի Հիսուսին, թող քեզ նայելուց, բավականը քեզ նայելուց, նայի Հիսուսին։ Եվ գրված այսպես Աստվածաշունչ մայծանում Եսայա 50-8 խոսքը Զիս արտարացնողը մոտ է, ով ինձ հետ պիտի վիճե, մեկդի դատարեցեք, մեկդի կայնեցեք, մի կողմ քաշվեք ուզմասի, իմ դատախազը ով է, թող ինձի մոտենա, քո դատ արդեն կատարվել է, 2000 տարի առաջ, Գողգոթայի խաչի վրա, քո պատիժը արդեն կրվել է 2000 տարի առաջ Գողգոթայի խաչի վրա, թող սատանան չխաբի քեզ, թող սատանան չկոտրի քո հավատքը Հիսուսին նայելուց, եւ որ քո հավատքը բժշկվում է, կյանքդ փոխվում է, կյանքդ նորոգվում է, այո հոգու սուրբ զորությամբ դու օրեցօր պիտի աճես,
սրբության մեջ, արտարության մեջ, բարության մեջ, որպես այս աշխարհի համար, լույս այս աշխարհում Քրիստոս կգա քո կյանքի մեջ։ Եվ գրված այսպես, ես չգիտեմ, նխոսս ավարտեմ տեղոտ կանենք, ես չգիտեմ այստեղ ովքեր կան, քանի տարվա կոտրված սրտեր կան, ջախջախված հոգիներ կան, երիտասարդներ կան, որ չի ստացվում, աշխանա ձգում, մեղքը հաճելի է իրան, ու սատանան կոտրել է մարդու հավատքը, որ Հիսուսին չնայի, գրված այսպես նույն Եսայայի 51:14 կապվածը շուտով պիտի արձակվի ու գուբի մեջ պիտի չմեռնի եւ իր հացը պիտի չպակսի։ Ինչն է կապեք ես, ինչ մտքերակապեք ես, ինչ վախեր, ինչն է բռնեք ես, ինչն է դու հազված, դու ունես խոսմունք, դի կապվածը արձակվի, հալելույա, դի կապվածը արձակվի, դա Տիրոջ խոսնա քեզ, ով կոտրած հոգի, դա քո փրկի խոսնա, որ եթե քեզ արձակեմ, այդ սդությունից սատանայի, այդ վիրակապից ես փոխեմ, ասում է Տերը քույր եղբայրներ, դի կապվածը արձակվի, դի գուբի մեջ չմնա, նա պիտի ոտքի կանգնի, միգուցե շատ երկար են, դու գաս փսփսած սատանան թե դե շատ երկար է, դա քո մոտ չի ստացվի, միշտ եմ ուզում կարդամ, Եսայա 61:4 Եվ հին ավրանն է պիտի շիտկեմ ու առաջվան գործավազեն պիտի կանգնեն ու ավերված քաղաքները ու շատ դար իվեր ավերված մանածանը պիտի նորոգեմ ասված, ալելույա, իշքամ ժամանակ ես այդ վիճակի մեջ, ով հոգի, իշքամ ժամանակ է, տարիներ է միգուցե, մինչև ոչ միանգամ չի ստացվե, դնատմա այսօր քո ժամանակն է, այսօր քո օրն է, և գեղեցիկ ասում Եսային, շատ գեղեցիկ ասում ասո խոսքը, 60-ի առաջ խոսքը, ելի լուսավորվե, քանի քո լույսը եկավ, Տիրոջ փառքը քո վրա ծագեցավ, վասնզա երկիրը խավար և ազգեր մառախուղ պիտի ծածկեն, բայց քո վրա Տերը պիտի ծագե, անոր փառքը քո վրա պիտի երևնա, ալելույա, ալելույա, վեր կացած այդ քո վիճակից, թոդափվի, լուսավորվի, նայի Հիսուսին, որ ներսդ կյանք գա, մուտը շատ բարձր է թվում այդ մեղքերդ կամ վիճակդ, բայց Հիսուսի անունը վեր է ամեն վիճակից, վեր է ամեն մեղքերից, վեր է սատանայի սդրից, նա կարող է հպվել քեզ, Տերը ներկա է այստեղ, Տերը ներկա է, կանգնենք աղոթքի, գանք իր առաջ, մի անձը բերենք իր առաջ,